Երիտասարդ իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան հնգամյա գործունեության կապակցությամբ իր մի շարք անդամների հետ միասին վերջերս եղան ազգային ժողովում։ Հայաստանի Ջավախքի Լեռնային Ղարաբաղի մի շարք դպրոցների աշակերտների հարցերին պատասխանել են ազգային ժողովի պատգամավորները։ Մեր հանդիպումը շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ երեկ։ Դիմել էինք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ղեկավարությանը, մեզ հյուրընկալեցին եւ մեր բոլոր հարցերին պատասխանեցին, մասնակցում էին Երևանի տարբեր դպրոցների դպրոցականներ, Ղարաբաղից ժամանած դպրոցականներ եւ Ջավախքից։ Սա միասնականության մի այսպիսի հանդիպում լսումներ էր, ուրեմն հարցեր ուղղվեցին տարբեր ոլորտների շուրջ եւ բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ ազգային ժողովի պատգամավորների կողմից, պաշտպանության եւ անվտանգության ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Արտուր Աղաբեկյանի կողմից տրվեցին սպառիչ պատասխաններ բոլոր այն հարցերին, որոնք ուղղված էին այս ոլորտին, եւ այս հանդիպումը ես որպես գիտեք նոր սկսնակ քայլեր պետական մարմնի հետ համագործակցություն սահմանելու համար գնահատում եմ լավ, գնահատում եմ բավարար, իհարկե սա միտում ունի հետագայում ավելի զարգանալու նոր ձևաչափերով հանդիպումների, բայց այս ձևաչափով տարբեր դպրոցների ժամանած մեր դպրոցականների, ուսուցիչների, տնօրենների հանդիպմամբ գնահատում եմ բարձր այս արդյունքները եւ շարունակելի է սա, անպայման շարունակելի է, որ այսօր իսկ արդեն մյուս շաբաթվա ընթացքում մեր կողմից մամուլում կհրապարակվեն այս արդյունքները եւ արդեն բոլորը կիրազեկվեն սրա մասին։ Ուզում եմ նաեւ հանդիպման մասին խոսեն իրենց տպավորություններով մեր երիտասարդները, մեր դպրոցականները, որոնք մասնակցել են այդ հանդիպմանը։ Կարծում եմ մեր միասնականությամբ մենք ավելի հեշտությամբ կլուծենք այն բոլոր հարցերը, որոնք բխում են հայության շահերից, որ ինչպես նաև համոզված եմ, որ մեր պատանի իրավապահների դերը շատ մեծ է իրավական երկիր կառուցելու գործում, յուրաքանչյուրս մեր անբասիր պահվածքով պետք է օրինակ հանդիսանանք մեր հասակակիցներին, ինչպես նաև պետք է սթափվենք եւ գիտակցենք, որ մեր եւ նոր սերունդների խնդիրն է իրավական երկիր կառուցել, պետք է կառուցենք լոկ հոգևոր մշակութային իմաստով, լոկ հայերեն սահմանադրություն, հայերեն գրելը, խոսելը, կարդալը, հայերեն աշխատելը։ Մեր պատանի իրավապահների սերունդը պետք է գործով ապացուցի, որ Արցախյան գոյապայքարում նահատակված մեր հայրոս հայրենիներին արժանի հետնորդներս պատրաստ ենք կերտելու այնպիսի իրավական պետություն, որին գերազել են նրանք եւ որոնց արյունով այսօրվա սահմանները գծված են եւ մենք անգամ միթից հող նրանց թշնամուն չենք տա։ Մենք մասնակցեցինք երեք ազգային ժողովում եղանք եւ շատ մեծ էր մեր բոլորի տպավորությունները։ Դա ես կարծում եմ, որ երբ ես ելույթ ունեցա ամբիոնից, դա ինձ համար ամեն դեպքում մեծ փորձ էր, քանի որ հետագայում ես դրանով կարող եմ ընտրել իմ հետագա մասնագիտությունը։ Դա մեծ փորձ էր մեզ համար եւ թեկուզ հենց նա, որ մենք տեսանք շենքը, եղանք այնտեղ, այդ միջավայրը, բոլորից թափեցնող էր եւ կային մասնակիցներ Ջավախքից, Ղարաբաղից, հենց դա էլ կարեւոր էր մեր հասարակությունը միշտ տարանջատում է ջավախքցի, ղարաբաղցի, երևանցի, այս խնդիրը կարևոր է, քանի որ մենք ծանոթացանք մեր ջավախքցի եւ ղարաբաղցի երեխաների հետ, բոլորս էլ մեկն ենք, բոլորս էլ հայ ենք եւ պետք է լինենք միասին ու երեք ապացուցեցինք, որ դա հենց տենց էլ կա, մենք թիմ ենք ու թիմային աշխատանքով կհասնենք արդյունքի։ Մենք անչափ հպարտենք, որ հրավիրվել ենք Պատանի իրավապահների ակումբի կողմից կազմակերպված հնգամյա գործունեությանը նվիրված խորհրդակցությանը ես ուզում եմ առիթից օգտվելով հատուկ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահ պարոն Մարոզյանին։ Համագործակցությունը 2006 թվականից է Չարենցի դպրոցի եւ ակումբի միջև եւ մեր դպրոցի երեխաները անդամագրվել են Պատանի իրավապահների ակումբին եւ այսօր համագործակցում են ակումբի հետ ու ակումբի նախաձեռնությամբ մեր պատվիրակությունը եղել է նաև Ջավախքում ծանոթացել Ջավախքի ակումբի ներկայացուցիչներին եւ այսօր սերտ համագործակցության մեջ են։ Այս երակողմ հանդիպումը անհրաժեշտություն է, որովհետեւ մենք միշտ պիտի լինենք միաբան, պիտի աշխատենք միասին։ Երեք անչափ կարևոր էր խորհրդակցության մեր պատվիրակության մասնակցելը,
բարձր ամբիոնից այն հնարավորությունը որ տրվեց պատանի իրապահներին հնչեցնելու իրենց խոսքը, որ ազգային ժողովը հնարավորություն է ընձեռել, որ երեխաները կարողանան տարբեր հիմնախնդիրներով հանդես գալ, լսել են եւ հատկապես հաճելի էր հարց ու պատասխանի պահը, երեխաները հետաքրքիր հարցեր էին առաջադրում, իսկ պատգամավորները այդ հարցերին հստակ պատասխաններ էին տալիս, շատ հետաքրքիր էր, մենք բարձր լավ տպավորություններով կմեկնենք եւ անպայման մեզ մոտ էլ երեխաներին անպայման կհաղորդենք այն ամենը, ինչ տեսել ենք այդ խորհրդակցությունում, ինչ վերցրել ենք մեզ համար, ինչ կարևոր է բոլորիս համար, այն բոլոր հիմնախնդիրները, որ պիտի լուծենք միասին։